Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Re News լրատվականի այսօրվա առաջին թողարկումը։ Բարև ձեզ։ Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ կան շատ հետաքրքիր զարգացումներ։ Թուրքիայի արտգործնախարարը նախօրեին ասել էր, որ սահմանը կբացեն, երբ Հայաստանը ստորագրի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, ու եթե հիմա կարգավորեն Հայաստանի հետ հարաբերությունները, Հայաստանը կկորցնի խաղաղություն հաստատելու դրդապատճառը։ Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասել է, որ գուցե ամեն ինչ ճիշտ հակառակն է, հայ-թուրքական կարգավորումը գուցե նպաստի Ադրբեջանի հետ կարգավորմանը եւ հավելել, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորումները միմյանցով պայմանավորված չեն, թեև Թուրքիան անընդհատ հակառակն է պնդում։ Օրինակ, որ պետք է փոխվի Հայաստանի սահմանադրությունը, որովհետև Ադրբեջանն է այդպես ուզում։ Թեմայի մասին առավել մանրամասն կպատմի Աննա Հարությունյանը։ Ինչու է Երևանը օր առաջ պատրաստ հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ Անկարան օր ավելի փորձում է ձգձգել ու պատճառներ գտնել սահմանադուռը փակ պահելու ու նախապայմաններ առաջ քաշելու համար։ Թուրքիայի խորհրդարանում արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարեց, որ եթե Թուրքիան հիմա կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ապա վերջինիս ձեռքից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հիմնական շարժառիթը։ Մեկ օր անց Ֆիդանին արձագանքել է հայ գործընկեր Արարատ Միրզոյանը։ Արտգործնախարարը Armen Press-ին տված հարցազրույցում մերժել է նախապայմանների այս մոտեցումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ կապելը։ Այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը, դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողներն այսօր հարցրել են Ֆիդանի կրկին այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթն օգտագործելու մասին։ Ասել է, մերժում են ցանկացած տերմինաբանություն, որը համաձայնեցված չէ Երևանի հետ։ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որևէ բանի անուն կարող է որոշել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունով բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Root նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Թուրք որոշ փորձագետներ կարծում են, որ քաղաքական հռետորաբանությունից զատ սահմանի բացումը տնտեսապես ձեռնտու է հենց Թուրքիային, հատկապես նրա արևելյան նահանգներին։ Ես կարծում եմ, որ Թուրքիան սահմանի ուղիղ բացում շատ է ուզում, քանի որ ամենաշատը Թուրքիային է դա օգուտ։ Հատկապես սահմանամերձ նահանգները, Աղրին, Իգդիրը, Կարսը, Արդահանը, մենք կարող ենք ներառել նաև Արդվինը, ունեն լուրջ կորուստ, տնտեսական կորուստ։ Այս սահմանները բացելով Թուրքիան կցանկանա ապրանքներ վաճառել Հայաստանին, այնտեղից Ադրբեջանին, Իրանին եւ Կենտրոնական Ասիային։ Իհարկե Ադրբեջանի հետ մեր ռազմավարական սերտ հարաբերությունների շրջանակում մենք պետք է համաձայնեցնենք քաղաքականությունը նրանց հետ։ Պետք է բացել սահմանները, Ադրբեջանի հետ խորհրդակցելով եւ նրանց համոզելով։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում սահմանները կբացվեն եւ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները կվերադառնան բնականոն հուն։ Բայց այս սահմանների բացման ու դիվանագիտական քննարկումների ֆոնին կա մի մտահոգիչ իրողություն։ Թուրքիայում հայտնի մտավորական գրող լեզվաբան Սևան Նիշանյանը զգուշացնում է Թուրքիայում հակահայկական տրամադրությունների աննախադեպ աճի մասին։ 60 yıldan beri Türkiye Որպես մեկը, որ 60 տարի է գիտի Թուրքիայի հասարակական կարծիքը եւ Թուրքիայի մթնոլորտը, կարող եմ վստահորեն ասել հետեւյալը. այս 60 տարվա ընթացքում երբեք հայատյացությունը Թուրքիայում այսքան սուր, այսքան ակտիվ եւ այսքան տարածված չի եղել։ Դա կարող է մասամբ պայմանավորված լինել համացանցի եւ սոցիալական մեդիայի ազդեցությամբ, որովհետեւ ավելի արմատական տեսակետներն ավելի հեշտ է դարձել արտահայտելը։ Ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ սոցիալական մեդիայում տեսնում ենք ահասարսուռ, խորը ատելության դրսևորումներ, որոնք հասել են սարսափելի ծավալների։ Եթե Թուրքիան ցանկանար հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, վաղուց հաստատած կլիներ։ Որովհետև Հայաստանը միշտ ասում է ես պատրաստ եմ վաղն էլ, վաղը չէ 1 ժամ հետո էլ։ Դու միայն ասա, որ հարաբերություններ հաստատենք։ Սակայն այսօր արդեն այս իրավիճակում իհարկե նախապայմաններ կան։ Թուրքիայի իրական մտադրությունը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը չէ։ Ներկա պահին 100 տարի առաջվա պլանը ծրագիրն է գործի դրվում։ 100 տարի առաջվա պլան ծրագրում Հայաստան անունով երկիր չի լինելու։
Տարիներ առաջ թուրքական բանտից փախած մտավորականը կարծում է, որ մինչ դիվանագիտական խոսույթում շարունակվում են քննարկումները նախապայմանների եւ տնտեսական օգուտների շուրջ, թուրքական հասարակության ներսում հասունացող հայատյացության ալիքը լուրջ հարցականի տակ է դնում ցանկացած կարգավորման իրական հեռանկար։ Աննա Հարությունյան, Լիլիթ Մուրադյան, Դիանա Կարապետյան, Reopen Media։ Ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ ու պատմագիտության դոկտոր Ալեքսանդր Դելվալը բացառիկ հարցազրույց է տվել Reopen Media-ի ֆրանսերեն թողարկմանը եւ իր վերլուծություններն արել Հայաստանի արտաքին քաղաքականության ռիսկերի եւ հնարավոր երգերի մասին։ Դելվալը Էրդողանի Թուրքիայի ամենամեծ քննադատներից է, նա բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, դրանցից մեկն արմատական իսլամիզմն է։ Դելվալն անդրադարձել է նաեւ Թուրքիայի եւ նեոօսմանիզմի խնդիրներին ու վերլուծել աշխարհում եղած հիբրիդային պատերազմները, որոնցով պետություններն այլընտրանքային միջոցներ են կիրառում իրենց հակառակորդներին ապակայունացնելու նպատակով։ Հասմիկ Արաքելյանի ռեպորտաժը։ Կարիճ։ Հենց այս բառով է Թուրքիայի նախագահ Էրդողանին բնութագրում ֆրանսիացի հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դելվալը եւ Փաշինյանի Էրդողանին վստահելու նրա հետ գործարքի գնալու քայլերը որակում նաիվ։ Est-ce qu'on peut faire confiance au régime d'Erdogan? Արդյոք կարելի է վստահել Էրդողանի ռեժիմին եւ վստահ լինել, որ նա քեզ չի դավաճանի։ Հասկանալու համար բավական է տեսնել, թե Էրդողանն ինչպես վարվեց Պուտինի հետ։ Էրդողանը Աստանայի եւ Սոչիի համաձայնագրերով խոստացավ զինաթափել ջիհադականներին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ պահել Իդլիբում, նույնիսկ հեռացնել նրանց։ Եվ ինչ արած։ Նա օգնեց ջիհադիստներին իշխանության գալ, այսինքն իր տված խոստման ճիշտ հակառակն արեց։ Մենք այսպիսի շատ օրինակներ ունենք նաեւ մեր աչքի առջեւ։ Օրինակ Էրդողանը նաև դավաճանեց ռուսներին ուկրաինացի գերիների հարցում, որոնց չպետք է ազատ արձակեր։ Եվ ուրեմն Էրդողանը սովոր է դրժել իր իսկ տված խոստումը, ասել մի բան եւ անել մեկ այլ բան։ Էրդողանը կարիճի նման է, որն ինչ-որ պահի քեզ խայթում է։ Մենք չգիտենք երբ, բայց կարիճը անպայման խայթելու է։ Ըստ պատմագիտության դոկտորի, Հայաստանն այժմ գոյաբանական վտանգի տակ է եւ իր շահերից չի բխում որպես առանցքային գործընկեր ընտրել մեկ քաղաքական կենտրոնի, այս պարագայում Արևմուտքին։ Դելվալը հենց սա համարում է Հայաստանի դիվանագիտության ամենալուրջ սխալը։ Պետք է ավելի ճկուն լինել, քանի որ նա համոզված է Հայաստանի աշխարհագրությունը թույլ չի տալիս թշնամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Malheureusement, la Russie, ce ne sont pas des anges. Ցավոք Ռուսաստանը հրեշտակ չէ։ Այդ պետությունը մարդասիրությունից ելնելով չէ, որ օգնում է Հայաստանին։ Նա կօգնի Հայաստանին, եթե Հայաստանը շարունակի մնալ իր արբանյակը։ Իսկ Հայաստանը ցանկանում է լինել իսկապես անկախ, այսպես թե այնպես մշտական ռիսկի տակ է, զայրացնելու տարբեր դերակատարների։ Եվ հետևաբար Հայաստանը չպետք է այսպես ամբողջությամբ իրեն նվիրի Արևմուտքին։ Նա պետք է շատ հստակ ուղեր ցղի։ Մենք ուզում ենք բարեկամ լինել Արևմուտքի հետ, բայց չենք ուզում մտնել Եվրոպա եւ ՆԱՏՕ։ Այդ քայլով ազդանշան կտար Ռուսաստանին, որ կարող է լինել չեզոք։ Հայաստանի միակ փրկողակը չեզոքությունն է։ Դելվալի համոզմամբ Էրդողանի պանթյուրքիստական ծրագրի զսպանակը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որն արդեն կոտրվելու ճանապարհին է։ Ըստ նրա, միակ բանը, որ կարող է փրկել Հայաստանը աստիճանական ադրբեջանական գաղութացումից, միջազգային կնքահայրերը, երաշխավորները պիտի լինեն, որոնք զորք կուղարկեն, շատ կարևոր միջոցներ կձեռնարկեն անվտանգությունը երաշխավորելու համար։ Բայց եթե չլինեն Հայաստանի անվտանգությամբ շահագրգռված երկրների երաշխիքները, Ադրբեջանը միշտ ավելին կուզենա։ Իսկ այդ երկրները նրա կարծիքով միայն երկուսն են՝ Ռուսաստանն ու Իրանը։ L'Amérique n'est pas plus fiable que la Turquie. Այն լուծումը, որը պարոն Փաշինյանն է առաջարկել, ցավոք երազանք է, եվրոպական Էլդորադոն, ՆԱՏՕ-ի Էլդորադոն, ամերիկյան Էլդորադոն։ Այս երազանքը առասպել է, որը կավարտվի ինչպես Վրաստանում, եւ հուսով եմ, ոչ ինչպես Ուկրաինայում։ Իդեպ Ամերիկան ավելի վստահելի չէ, քան Թուրքիան։ ԱՄՆ-ի հետ դաշինքը չի փրկի հայերին, Եվրամիության հետ դաշինքը չի փրկի հայերին։ Հիշեք, երբ եղավ պատերազմը Վրաստանում, երբ վրացիները ցանկացան մտնել Եվրամիություն եւ ՆԱՏՕ, երբ եղավ պատերազմն Ուկրաինայում։ Այն պահից, երբ ուկրաինացիները 2014 թվականից սկսեցին երազել Եվրոպայի մասին։ Կարծում եմ, որ հայերի համար ամենամեծ թակարդը պարոն Փաշինյանի նախագծին հավատալն է, որը նման է պարոն Սաակաշվիլիին, որը հավատում էր եվրոպացիների եւ ամերիկացիների խոստումներին։ Մենք տեսանք, թե ինչ արժեր եվրոպացիների եւ ամերիկացիների խոստումները, դրանք ոչինչ չարժեն։ Քաղաքագետը պնդում է, պատերազմի դեպքում Արևմուտքը երբեք զորք չի ուղարկի Հայաստան թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ կռվելու համար, իսկ Եվրոպայի միակ երկիրը, որը Հայաստանի համար սրտացավ է, Ֆրանսիան է, եւ գործնականում փորձում է օգնել, բայց դրա ծավալները նախ քիչ են, երկրորդ ավելին անել չի կարող։ Ça a été très imprudent.
Je pense que la personne qui ressemble le plus à Pachinian, c'est Saakashvili. Եվրամիություն գնալու մասին Փաշինյանի այդ հայտարարությունը շատ անխոհեմ էր։ Այս առումով Փաշինյանին ամենաշատը նմանվող քաղաքական գործիչը Սաակաշվիլին է։ Նա գուցե ազնիվ էր, պայքարում էր կոռուպցիայի դեմ, գուցե անկեղծ էր իր նկրտումներում, բայց Սաակաշվիլին Վրաստանը հսկայական խնդիրների առջև կանգնեցրեց 2008 թվականի պատերազմով, որը նա ի վիճակի չէր հաղթելու։ Ժամանակին Սահակաշվիլին կարծում էր, որ ԱՄՆ-ն կզսպի ռուսներին, բայց դա տեղի չունեցավ։ Եվ այլ երկրների տարածք Ռուսաստանի ներխուժումներին նույնպես չի միջամտի։ Դա երազանք է։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Կառավարության երեկվա նիստի օրակարգում 39 հարց էր, որից չի զեկուցվել 35-ը, ևս 2 հարց գաղտնի է։ Գործադիրը որոշում է կայացրել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին։ Զորակոչը կիրականացվի 2026 թվականի հունվարի 7-ից 31-ը, իսկ զորացրումը հունվարի 8-ից 31-ը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ հերթական սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը կուղղվի 1 միլիարդ 59 միլիոն դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը նշել է, որ առաջարկվում է համաֆինանսավորել 20 համայնքների 24 սուբվենցիոն ծրագրեր։ Խուդատյանը հայտնել է նաև, որ տարեկան 500 կիլոմետր ճանապարհ կառուցելու պլանը կկատարվի։ Այս պահին 475 կիլոմետր ճանապարհ արդեն կառուցվել կամ նորոգվել է։ Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հաջորդ տարվա ապրիլի 1-ից բոլոր տեսակի նպաստներն ու կենսաթոշակները անկանխիկ կդառնան։ Կարևոր փոփոխություն կա նաև երեխայի ծնվելիս միանվագ տրվող աջակցության օրենքում։ Այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որ երրորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից եւ մենք ունենում ենք նաեւ դեպքեր եւ իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ։ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի թերևս ամենահետաքրքիր հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի հետ, որը 2 օր առաջ այստեղ էր, խոսել է մեր գերիների մասին։ Ես նույնպես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ եւ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում, այցի շրջանակում Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև Ղազախստանի վարչապետի եւ Ղազախստանի խորհրդարանի նախագահի հետ։ Նախատեսվում են այցելություններ Աստանա Էքսպո, արհեստական բանականության միջազգային կենտրոն եւ Ղազախստանի ազգային թանգարան։
Այսօր Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու մասնակցելու կլոր սեղան քննարկմանը, այդ նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը մոտ 18 միլիոն դրամ կհատկացնի։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստին, այն չզեկուցվող հարցերից մեկն էր։ Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղաքասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ։ Շաբաթներ առաջ էլ Ադրբեջանից էր փորձագետներ պատվիրակություն եկել Երևան։ Դրան զուգահեռ Ադրբեջանում շարունակվում է պետական մակարդակով Հայաստանի տարածքը յուրացնելու քարոզչությունը։ Հիմա էլ պետական հեռուստաընկերության ներկայացուցիչներն էլ բարձրացել սարը ու կարոտի գրեթե արդյունքներով պատմել, որ այ մի քիչ փոքր այն կողմ Գյոյչյան է, այսինքն Սևանը։ Բոլոր մակարդակներով մեդիագիտնականները, քաղաքական գործիչներ խոսում են արևմտյան Ադրբեջանի մասին, բոլորիս ներկայացնելով երկրորներ իրենց պատմական հայրենիքում։ Մինչ միջազգային հարթակներում պաշտոնական Բաքուն հագնում է խաղաղասերի դիմակը եւ խոսում տարածաշրջանային կայունությունից, ներքին լսարանը Ալիևի վարչակարգը բացահայտորեն նախապատրաստում է նոր ագրեսիվ գործողությունների։ Թիրախում արդեն միայն Արցախը չէ։ Թիրախում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, Գեղարքունիքն ու Սևանալիճը։ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը պետական քարոզչամեքենայի գլխավոր խոսափողը եթեր է հեռարձակել մի տեսանյութ, որը դիվանագիտական լեզվով կոչվում է տարածքային հավակնություն, իսկ իրականում բացահայտ ոտնձգություն է ուրիշի հայրենիքի ու պետության տարածքի հանդեպ։ Իմ հետևում Ադրբեջանի հին եւ պատմական հողերն են, Գյոյչա լիճը, իսկ շուրջը Գյոյչա գավառը։ Տարածքը մառախլապատ է, հստակ տեսնել չենք կարողանում։ Սակայն այն վայրից, որտեղ ես կանգնած եմ, մինչև Գյոյչա լիճ հեռավորությունը մոտավորապես 20 կիլոմետր է։ Ռիոփն արդեն ահազանգել էր, որ պետության առաջին դեմքի մակարդակով Սևանը Գյոյչա անվանելն արդեն պետպատվեր է զանազան քարոզչական ենթակառուցվածքներին, սկսել հանրությանը պատրաստել ագրեսիվ նկրտումների։ Ադրբեջանի ակադեմիայում հանդիպմանը նման հայտարարություններ հնչեցնելն ուղղակի հրահանգ էր գիտնականներին, պեղել ու գտնել թեկուզև շինծու հիմնավորումներ իր աճող հավակնություններին քաղաքական հիմքեր ստեղծելու համար։ Ալիևը նույնիսկ 20-րդ դարի սկզբին ցարական 5 քարտեզներով էր փորձում ապացուցել, թե իբր Սևանը պատմականորեն կոչվել է Գյոյչա։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալիճ չկա, կա Գյոյչա։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան նշում է, որ որևէ անսպասելի բան չկա։ Սա պարզապես Ադրբեջանի վաղուց հաստատված ռազմավարության հերթական քայլն է։ Արցախի փոխարեն սկզբից Լեռնային Ղարաբաղ անվանումը, հետո էլ ավելի կրճատեցին ուղղակի Ղարաբաղ անվանումով եւ մեծ հաշվով այստեղ զարմանալու բան չկա, հա, դա ընդհանուր այո ռազմավարության մի մաս է կազմում։ Նորվեգացի հայագետ Էրիկ Սվենը, որն արդեն 12 տարի զբաղվում է հայկական հարցերով, պատմում է Նախիջևանի իր այցի մասին։ Երբ այդ պատմական հայկական հողն անցավ Ադրբեջանին, բոլոր տեղանունները փոխվեցին, եկեղեցիները ոչնչացվեցին, տասնյակ հազարավոր խաչքարեր ջարդուփշուր արվեցին, ամեն ինչ, ինչ հայկական էր, վերածվեց։ Նա այնտեղ հարցրել է հայկական եկեղեցու մասին, նրան տարել են ոստիկանություն ու հարցաքննել նման հարց տալու համար։ Դա մեծ խնդիր է, որովհետև Սևանը երբեք ադրբեջանական չի եղել։ Պատմաբանները գիտեն, որ Ադրբեջանը ստեղծվել է 1918-ից 1920-ական թվականներին։ Սրանք թուրքական հողեր չեն, բայց Ալիևը շարունակում է վերաշարադրել պատմությունը։ Ամեն նման քայլը հարձակում է Հայաստանի վրա։ Եթե հայերը փորձեն ասել, որ կցանկանային հասանելիություն ունենալ Արարատ լեռանը, դրանց կանվանեին խենթ կամ ռևանշիստ, բայց Ադրբեջանի դեպքում դա շատ միակողմանի է։ Եվ այն փաստը, որ ադրբեջանցիները խոսում են այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին, ըստ փորձագետի նույնպես սպառնալիք է։ Սա պարզապես դատարկ խոսակցություն չէ։ Նրանք ցանկանում են այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին բնակեցնել բուն Հայաստանում, Զանգեզուրում կամ Երևանում։ Սա լուրջ ահազանգ է եւ սպառնալիք։ Իդեպ ոչ միջնադարյան, ոչ նոր շրջանի քարտեզներում կամ փաստաթղթերում արևմտյան Ադրբեջան տերմինը չի հանդիպում։ Դա քաղաքականորեն Բաքվի նոր հորինած ձևակերպումն է։ Թեքները բացվում էին 22 թվականին, 21-22 թվականին, հա, պաշտոնական այդ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքը բացմանը այդ շենքի ներկա եղել Իլհամ Ալիևը։ Մեծ, երկար, բովանդակալից ելույթ է ունեցել, ներկայացնելով այդ ամբողջ կոնցեպտը որպես պետական ծրագիր 10-ամյակների։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նշում է, որ քանի դեռ Ադրբեջանի ախորժակը տեղում է, նաև չեն կարգավորվելու հայ-թուրքական հարաբերությունները։
Քանի դեռ մյուս կողմը պատրաստ չէ, քանի դեռ մյուս կողմն այլ ծրագրեր ունի, այսինքն Հայաստանը ոչնչացնելու կամ էլ մի փոքր բան թողնելու, որ իրենք իրենց հյութի մեջ եփվեն, քանի դեռ այդպես են մտածում, Թուրքիան սահմանը չի բացի, առանց խեղդելու չի բացի։ Եվ ահա ուշադրություն դարձնենք պաշտոնական ձևակերպմանը։ Հայաստանի առանձին շրջանակների ռևանշիստական տրամադրությունները պահանջում են անվտանգության հարցերին ավելի ճկուն եւ համալիր մոտեցում, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը։ Հասկանալի լեզվով սա նշանակում է հետևյալը. Ադրբեջանը, որը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ, որը պետական եթերով Սևանը կոչում է Գյոյչա եւ որը հրաժարվում է դուրս բերել զորքերը, Հայաստանի սեփական տունը պաշտպանելու բնական իրավունքը որակում է որպես ռևանշիզմ։ Բաքուն ստեղծում է ալիբի։ Նրանք միլիարդներ են ծախսում ոչ թե պաշտպանվելու, այլ նոր հարձակումն արդարացնելու համար, թեկուզև ավտոմեքենաներով։ Երբ դեռևս խաղաղություն չկնքած հակառակորդը խոսում է քո ռևանշիզմից, նա իրականում խոսում է իր չհագեցած ախորժակի մասին։ Եվ այս համատեքստում Սևանը Գյոյչա անվանելը ոչ թե պատմական էքսկուրս է, այլ հաջորդ ռազմական գործողության անոնսը, որի ֆինանսավորումն արդեն հաստատված է 2026-ի բյուջեով։ Ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների բողոքի ցույց է տեղի ունեցել գլխավոր դատախազության մոտ, հետո երթ դեպի Շենգավիթի դատարան։ Ընդդիմությունը պահանջում է դադարեցնել անօրինական հետապնդումները, անօրինական գաղտնալսումները, ահազանգելով, որ երկրում այս աստիճան ակնհայտ ապօրինի հետապնդումներ երբեք չեն եղել։ Իշխանության կարծիքը հակառակն է, պնդում են, որ հետապնդումները քաղաքական չեն, որ կան օրենքներ, ու եթե այն խախտում են ընդդիմադիրները, չի նշանակում, որ հետապնդումն անօրինական է։ Հայաստանը դարել է ժուչոկապետություն, հասկանում եք, ժուչոկապետություն։ Քաղբանտարկյալներ կան Հայաստանում, հերքում է իշխանությունը, ասում են, ով օրենք է խախտում, մտնում է քաղաքականություն, անունը դնում են քաղբանտարկյալ։ Այնպես չի, որ ինչ-որ ընդդիմադիրներ կարող են որոշեն, որ իրանց այն ընկերը, որը մեղադրվում է այդ կամ այն մեղսագործության համար, քաղբանտարկյալ է եւ վերջ։ Տենց չի լինում, էլի։ Հիմա իրանք ում անվանում են քաղբանտարկյալ, մեկը տեսախցիկների առաջ բան է արել, ժողովրդի խուլիգանություն է կատարել, օրինակ Մասիսի համայնքապետը, արդեն վճիռ կա, դատարանի վճիռ։ Այն մյուսը դատական, օրինական կարգով արված ձայնագրությունների արդյունքում Գյումրու համայնքապետը կաշառքի մեջ է մեղադրվում։ Բոլորս լսել ենք այդ ձայնագրությունը։ Այն մյուսը 100 անգամ արդեն ասում է, այո, ես արել եմ ռազմական հեղաշրջման կոչ, նա կանգնել ասում են այնտեղ կոչ չկար, նա քաղաքական բանտարկել է, ուսեն շարունակ։ Հակոբյանի նշած ու էլի ուրիշների դիմանկարներով, պաստառներով ընդդիմությունն ակցիա էր կազմակերպել դատախազության դիմաց։ Կարծում են, որ այսօրվա իրավապահ համակարգը իշխանությունների հսկողության տակ է եւ քաղաքական պատվերներ է կատարում։ Հստակ օրինակներ կան, չէ՞։ Եթե իշխանական, ուրեմն իշխանական համայնքապետը մեղադրվում է քրեական գործով, ինչ քրեական գործով, այդ մարդուն անգամ խափանման միջոցի փոփոխություն չի լինում, էլի։ Լավագույն դեպքում չբացակայելու արգելք։ Իսկ ընդդիմադիր գործիչների պարագայում անմիջապես այդ մարդկանց ձերբակալում են, մասկիշոուներ են կազմակերպում եւ այլ եւ այլ։ Ինչ վերաբերվում է ազատ խոսքին, գիտեք ինչ, Հայաստանում արդեն մարդը ազատ խոսելու համար պիտի նոր քրեականացնեն ազատ խոսքի եւ խոսալու համար մարդկանց ազատ խոսքի եւ ընդդիմադիր լինելը քրեականացնեն։ Ընդդիմությունը կարծում է, որ գործող ընդդիմադիր համայնքապետ գրեթե չի մնացել, ըստ նրանց սա նշանակում է, որ իշխանությունը ժողովրդի ընտրության հետ չի համակերպվում։ Ստեղծված դրության հետ չի համակերպվում նաև երկրի երկրորդ քաղաքի կալանավորված ղեկավարը։ Ազատություն, հաղթելու ենք, չարը գնալու է, ներքին Թուրքին է բռնաբարելու։ Իշխանական Հասմիկ Հակոբյանի կարծիքով քաղբանտարկյալ չեն կարող համարվել այն մարդիկ, որոնք հանցանք են գործել, իսկ ընդդիմության պնդումները քաղբանտարկյալների մասին փուչ է համարում։ Հայաստանը ամենաժողովրդավար, այդպես անընդհատ այդ միջազգային սանդղակներում առաջընթաց գրանցող խոսքի ազատության առումով տարածաշրջանում ամենաառաջադեմ երկրներից է, մամուլը մեզ մոտ այնքան ազատ է, որ մեզ մի բան էլ մեղադրում են այդ աստիճան ազատություն տալու համար։ Ընդդիմությունը, որ կարծում է գոնե այս հարցում բոլոր ուժերը պետք է միավորվեն, ասում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը իրենց բնորոշմամբ Մարսի հերթական ձերբակալությունը էլի կանի։ Փաշինյանի նորից եմ ասում, բռնություններին հակազդելու միակ ճանապարհը ժողովրդի հավաքական կամքն է։ Քանի կարա բռնի եւ մարսի, ինքը բռնելու է եւ իր իշխանությունը պահելու միակ հնարավորությունը դա է։ Այսօր ասուլիս է տվել նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու օրը ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Ասում է, ինքն իր մասնագիտական գործունեությամբ էր զբաղված, երբ իրավապահները իրեն էլ տարան։ Վերջին ժամանակները ցույց են տալիս, որ այս պահին այսպես ասացա, թիրախավորվող
խմբերը, լրագրողներն ու փաստաբաններն են։ Տեսագրության մեջ ակնհայտ տեսանելի է, որ Ռուբեն Մխիթարյանը իրեն վերագրվող որևէ գործողություն, որևէ հանցավոր արարք, մեղադրանքում արձանագրված հանցավոր տարր չէր կարող պարունակել, քանի որ Ռուբեն Մխիթարյանի գործողությունները եղել են միայն կանխարգելող բնույթի, հանդարտեցնող բնույթի եւ նման պայմաններում Ռուբեն Մխիթարյանը գտնվել է ապօրինի անազատության մեջ։ ԿՊԱ-ական պատգամավորը, որի հետ մենք զրուցեցինք, կարծում է, որ լրագրողների նկատմամբ ճնշումներ չկան, քաղաքական բանտարկությունը չգործած արարքների ու քաղաքական հայտարարությունների համար ձերբակալվածների համար է, իսկ այս դեպքերը կոնկրետ արարքների։ Իսկ ինչ են կարծում մեր քաղաքացիները, մեր երկրում կան քաղբանտարկյալներ։ Ռիոփն հարցախույզ է արել Երևանում։ Ձեր կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Ոչ։ Լույս քաղբանտարկյալներ են, ելույթ ինչ կա, տելտելներ, դերհայեր, Սամվել Կարապետյան, Վիճյաններ, քաղբանտարկյալներ։ Չէ։ Չկան։ Շատ բոլորն է քաղբանտարկյալներ։ Սա Հայաստանը քաղբանտարկյալ է, էլի։ Չեմ կարող ասեմ, երևի կան, չեմ իմանում։ Իհարկե կան։ Իմ կարծիքով չկան։ Սիմոն Հովանիսյան, Աննա Հարությունյան, Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան եւ Գևորգ Սյանոսյան, Ռիոփն մեդիա։ Վերջին շրջանում երկրում արձանագրվում են հանցագործությունների այնպիսի դեպքեր, որոնք շոկ են ենթարկում բոլորին, մասնավորապես ծնողների դեմ բռնությունների, սպանության ու սպանության փորձերի սոսկալի դեպքեր։ Նույնիսկ մանկահասակ զավակների վրա է ծնողների ձեռքը բարձրանում։ Ինչով է սա պայմանավորված, գուցե նախկինում են նման հանցագործություններ շատ եղել, պարզապես ամեն ինչ չէ, որ իմացել ենք կամ ավելի վատ։ Ուղղակի այդպիսի դեպքերն աճել են։ Ու ամենակարևորը ինչ անել, որ սահմկեցուցիչ նման արարքներ տեղի չունենան։ Պատմում եմ գործընկեր Մերի Դանիելյանը։ Լոռիում անչափահաս պատանին դանակով փորձել է սպանել հորը։ Պատճառն ըստ քննչական կոմիտեի այն է, որ տղամարդը կնոջը պարբերաբար վիրավորանքներ է հասցրել, ծեծի ենթարկել։ Տղան դանակով 1 տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած հոր մարմնի տարբեր մասերին, բայց վերջինս արթնացել է եւ խլել դանակը որդու ձեռքից։ Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, որդին սակայն առանձնացված է հորից։ Նորություն չէ, որ ծնողների վարքագիծն ուղղակիորեն անդրադառնում է երեխայի հոգեկան վիճակի եւ առհասարակ ճակատագրի վրա։ Մասնագետներն ասում են, երբ ֆիզիկական բռնություն է կիրառվում երեխայի նկատմամբ կամ ծնողների միջև, արդյունքում զայրույթ է կուտակվում երեխայի ներսում, որը պետք է ինչ-որ կերպ արտահայտվի։ Առանց իմանալու շատ մանրամասներ այդ ցավալի դեպքի երեխան ուղղակի չի կարողացնում երբեմն տանել անարդարությունը, իսկ մայրը հատկապես փոքր երեխայի համար մայրը լինում է շատ այդպես դերային կերպար եւ շատ սիրելի կերպար եւ գուցե այդ ընդվզումը գալիս է նրանից, որ կա անարդարության զգացում եւ կա ցանկություն շտկելու իրավիճակը կամ ուղղակի վրեժխնդիր լինելու պատճառած ցավերի համար։ Հավանականությունը շատ մեծ է, որ երեխան, որպեսզի ազատվի այդ ցավագին զայրույթի զգացումից, ինչու ոչ նաեւ վիրավորանքի զգացումից, ամոթի զգացումից, վախի զգացումից, ինքը կարող է դիմել նմանատիպ վարքագծի, որպեսզի կարողանա ձերբազատվել։ Փորձագետների խոսքով կախված երեխայի խառնվածքից բնավորության գծերից դրսևորումները կարող են տարբեր լինել։ Կարող է եւ ինքը դառնալ այդպիսինը, հանցավոր երեխա կամ բռնարար երեխա կամ ավելի վարքային խանգարումներ ունեցող երեխա կամ կարող է դառնալ հակառակը, ներփակված, ամաչկոտ, սեփական եսը կորցրած, ինքնագնահատականը շատ ցածր երեխա։ Միֆ է տեսակետը, որ եթե ծնողները վիճում են, բայց թաքցնում երեխայից, ուրեմն նա ոչինչ էլ չի հասկանում։ Ըստ մասնագետների սա սխալ մոտեցում է եւ երեխան ավելի զգայուն է, քան մենք ենք պատկերացնում։ Իսկ լռության մեջ կերտված ֆանտազիան կարող է ավելի վտանգավոր հետևանքների բերել։ Հանգիստ խոսել, բացատրել երեխային, որ այո կան տարակարծություններ, դա նորմալ է, մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, բայց հետո մարդիկ բարիշում են, կարող են ներողություն խնդրել միմյանցից, կարող են միմյանց հասկանալ, գրկել, անգամ եթե այդ ներողություն բառը շատ դժվար է ասել, հա, ուղղակի ցույց տալ, որ հաշտվեցինք, որ անցանք առաջ։ Երբ որ ծնողը հասկանում է այդ ամենը եւ բաց ու անկեղծ զրուցում է երեխայի հետ, եւ երեխային հոգեբանորեն հեռացնում է իրողությունից, որ սա քո հետ ընդհանրապես կապ չունի, սա մեր միջև տեղի ունեցող հարաբերություններն են, սա մեր լուծելիքն է, դու մեղավոր չես այս իրողության համար։ Մենք քո կողքին ենք, մենք քեզ շատ սիրում ենք, դու քո մանկությունն ես ապրում։ Երեխան կարծես հոգեբանորեն անջատվում է այդ տեղի ունեցող բացասականից, նեգատիվից։
Հաճախ երեխային ժամանակ չտրամադրելը, նրա զբաղվածությունը չապահովելը կարող են ոչ միայն հանգեցնել դեպրեսիվ, ներանփոփ անհատականության ձևավորմանը, այլև երեխաները գուցե փորձեն հետաքրքրություն փնտրել ու գտնել այլ տեղերում, օրինակ բռնելով հանցավորության ուղին։ Այստեղ մեծ անելիք ունեն եւ ծնողը եւ պետությունը։ Հենց ինքը ծնողը պետք է ցանկանա երեխային ընդգրկի որևէ մի խմբակի մեջ, ծնողը զբաղվի երեխայի զբաղվածության հարցով, փողոցից կտրի, ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի երեխան դուրս չգա փողոց, չկատարի իրավախախտում, հանցագործություն չկատարի, այո։ Եվ պետությունը իր կողմից արդեն պետք է համապատասխան անվճար խմբակներ լինեն։ Ծնողի դպրոցի հիմնադիրն ասում է, ամենատարածված խնդիրը, որով ծնողները դիմում են իրենց, հետևյալն է. ինչ անեմ, որ երեխաս լսի ինձ, իսկ դրա լուծումը պարզվում է այդքան էլ բարդ չէ։ Դրան մի մեթոդ կա՝ լսել երեխային, որովհետև մենք շատ չենք սիրում լսել, մենք ծնողներս շատ չենք սիրում երեխային լսել եւ չունենք այդ հմտությունները։ Լսել երեխային, ոնց որ կլսենք մեծահասակին, ում հետ զրուցում ենք կամ անգամ ում հետ կոնֆլիկտի մեջ ենք։ Փորձագետները վստահեցնում են, ընտանիքում ցանկացած տարաձայնություն, կռիվ, վեճ, անհաշտություն, բռնության ցանկացած դրսևորում թունավորում են երեխայի հոգին, կարող են անգամ վերաճել ողբերգության։ Օրինակներին ինքներս ենք ականատես լինում։ Սոցիոլոգն ավելի է լայնացնում խնդրի շրջանակը, քան միայն երեխայի դաստիարակությունն է։ Խնդիրը նաև մեր հանրության մտածողությունն է։ Գիտության դոկտորը հիշեցնում է հանրության շրջանում իշխող բացասական բարքերի մասին։ Հանրային մտածողության եւ բարքերի մակարդակում նաև շրջանառվել է ցավոք սրտի եւ դա ծնողների կողմից է շրջանառվում միասույթ, որը ոչ տարբեր կերպ կարելի է հնչեցնել, բայց սա հետեւյալն է, եթե քեզ բան ասեն, քարը վերցրու տուր գլխին, կոպիտ ասած կամ մեղմ ասած եւ դրանով են դաստիարակում այսօր երեխեքին։ Հանրության մեջ նեգատիվ դրսևորումների չեզոքացման գործում առաջնահերթ դերը նրա էլիտայինն է։ Մասնագետների համոզմամբ մեր հանրությունը պետք է լիցքաթափվի հանրային ու քաղաքական բևեռացումից ու լարվածությունից։ Պետք է առաջնորդվենք միասնական արժեքներով, մեզ բնորոշ քրիստոնեական, ավանդական արժեքներով, ամոթի զգացումով, խղճով։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Միջազգային լրատվամիջոցները կծկտուր տեղեկություններ են հրապարակում Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրի մասին։ Նախ պարզվում է, որ այդպիսի 28 կետանոց ծրագիր կա, բանակցել են Թրամփը եւ ռուսները, Ուկրաինան ծրագրին ծանոթ չէ։ Ըստ այդմ Թրամփը Զելենսկիին օգնելու համար պայման է դնելու ռուսներին հանձնել ամբողջ Դոնբասը, կրճատել բանակը, ըստ որոշ տեղեկությունների նաեւ ռուսերենը դարձնել պաշտոնական լեզու։ Եթե հավատանք ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններին, պատերազմը կդադարի, Ուկրաինան դուրս գա Դոնեցկի շրջանից ամբողջությամբ եւ տա երաշխիքներ ռուսախոս բնակչության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը ըստ նրա պետք է դադարեցնի 3 տարուց ավելի ձգվող ռուս-ուկրաինական պատերազմը։ Ծրագիրը մշակվել է Ուիտքոֆի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, փոխկարտուղար Ռուբիոյի եւ Ջարեդ Քուշների մասնակցությամբ, բայց ուկրաինական կողմը չի մասնակցել։ Ամերիկացի գործընկերներից դժգոհ են եվրոպացի դաշնակիցները, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ իրենց կարծիքը հաշվի չառնելու համար։ Եվրոպացի պաշտոնյաները նախազգուշացնում են ցանկացած նախաձեռնություն, որը ենթադրում է Ուկրաինայի տարածքային զիջում, իրենց համար անընդունելի է։ Մենք եվրոպացիներս միշտ աջակցել ենք երկարատև եւ արդար խաղաղությանը եւ մենք ողջունում ենք այդ նպատակին միտված ցանկացած ջանք։ Իհարկե ցանկացած պլանի իրականացման համար անհրաժեշտ է, որ ուկրաինացիներն ու եվրոպացիները ներգրավված լինեն։ Այդ զարգացումների ֆոնին Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակությունը ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլի գլխավորությամբ ժամանել է Կիև, քննարկելու պատերազմը դադարեցնելու հնարավոր ուղիները։ Լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ ու Ռուսաստանը պատրաստել են խաղաղության նոր նախագիծ, սակայն պաշտոնական հաստատում այս պահին չկա։ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ շուտով լինելու է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց։ Թրամփի ծրագիրը հրապարակել է Axios-ը։ 28 կետանոց Թրամփի պլանով Ռուսաստանը կստանա Լուգանսկի եւ Դոնեցկի ամբողջական փաստացի վերահսկողությունը, չնայած նրան, որ Ուկրաինան դեռևս վերահսկում է այդ տարածքի մոտ 14.5%-ը։ Դոնբասում այդ հատվածները կլինեն ռուսական վերահսկողության տակ, այն տարածքները, որոնցից Ուկրաինան պետք է դուրս գա, կդառնան ապառազմականացված գոտի, եւ Ռուսաստանին չի թույլատրվի այնտեղ զինվորականներ տեղակայել։ Ըստ հեղինակավոր պարբերականի աղբյուրների Վաշինգտոնը պահանջում է տարածքային զիջումներ, որոշ զինատեսակներից հրաժարում եւ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ԱՄՆ ծրագրից առանձնացնում է մեկ առանցքային պայման՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման վտանգների չեզոքացումը։ Նրա խոսքով պետք է ապահովել Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքներ եւ դադարեցնել Ուկրաինային ռազմական դաշինքի մեջ ներգրավելու փորձերը։ Այս ընթացքում Թրամփը խոշորացնում է հաստատած խաղաղությունների թիվը։
8 պատերազմ, ես 8 պատերազմ եմ կանգնեցրել, մնում է եւս մեկը, դե դուք գիտեք որն է դա։ Ես կարծում եի դա լինելու է ամենահեշտը, որովհետեւ ես լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ, բայց հիմա մի փոքր հիասթափված եմ նախագահ Պուտինից եւ նա դա գիտի։ Մի պատերազմ կար 36 տարի տևած, ես այն լուծեցի 1 օրում։ Անկարայում փաստացի անարդյունավետ է ավարտվել Զելենսկի-Էրդողան հանդիպումը։ Բանակցություններից հետո Թուրքիայի նախագահը խոսել է Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցելու կարեւորության մասին։ Մինչ այդ էլ չեղարկվել էր Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթկոֆի Թուրքիա մեկնելը, որտեղ նա պետք է հանդիպեր Զելենսկու հետ։ Այն եւս մեկ անգամ ազդանշան է պայմանավորվածություններում Կիևին շրջանցելու մասին։ Իսկ ռազմաճակատում իրավիճակը շարունակում է լարվել, Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են Ռիազանի եւ Իլսկի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հաջողված հրթիռային հարվածների մասին։ Ի պատասխան ռուսական ուժերը հարձակվել են Տերնոպոլի բնակելի թաղամասերի վրա, պատճառելով բազմաթիվ զոհեր։ Տարածաշրջանում սրվում են նաև ֆինանսական դիմակայությունը, Ռուսաստանի Պետդուման սպառնում է պատասխան քայլերով, եթե Եվրամիությունը որոշի օգտագործել կամ բռնագրավել Ռուսաստանի սառեցրած ակտիվները Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար։ Ռուսաստանը վերջին ամիսներին ակտիվացրել է հարձակումները, թիրախավորելով էներգետիկ եւ բաշխիչ կայանները, ինչի արդյունքում ամբողջ քաղաքներ կրկին հայտնվում են մթության մեջ։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Նշեմ, որ հանդիպում են ունեցել Ուկրաինայի նախագահն ու Միացյալ Նահանգների բանակի նախարար Դանիել Դրիսկոն։ Վերջինս ներկայացրել է ամերիկյան ծրագրի նախագիծը, Ուկրաինայի նախագահն էլ մերժելու փոխարեն համաձայնել է բանակցությունների եւ հավելել, որ ակնկալում է առաջիկա օրերին նախագիծը քննարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Գազայում մոտ 70,000 հիմնականում խաղաղ բնակիչների մահից հետո մի կերպ հաստատված հրադադարը նորից խախտվել է։ Իսրայելը նորից հարվածներ է հասցրել, սպանել մոտ 30 պաղեստինցու, հակառակ կողմից էլ նորից հարվածել է նաև Լիբանանին։ Մի խոսքով այստեղ երկար խաղաղություն հաստատել չի հաջողվում։ Այս առիթով նորից բոլորը հիշեցին, որ Գազայում կանգուն շենք գրեթե գոյություն չունի, հումանիտար աղետ է։ Դավիթ Կենջոյանն է պատմում։ Գրեթե 6 շաբաթյա հրադադարից հետո Իսրայելը վերսկսել է Գազայի հատվածի ռմբակոծումը։ Վերջին 2 օրերին հասցված ավիաառվածների հետևանքով զոհվել է առնվազն 29 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Համասն ու Իսրայելը միմյանց մեղադրում են Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված զինադադարը խախտելու մեջ։ Համասը տեղի ունեցածը որակում է էսկալացիա եւ միջազգային միջամտության կոչ անում։ Իսրայելը հայտարարում է, որ հարվածներն անհրաժեշտ են խաղաղ բնակչության շրջանում թաքնված Համասի զինյալներին ոչնչացնելու համար։ Ասում են հրադադար կա։ Որտեղ այդ հրադադարը, որի մասին խոսում են։ Որտեղ են հրադադարի երաշխավորողները։ Ամեն օր 10-15-20 մարդ է զոհվում։ Նահատակների մասին լուրով ենք արթնանում ու նահատակների լուրով քնում։ Իսկ նրանք ասում են, թե հրադադար կա։ Ցավոք, ոչ մի հրադադար չկա։ Իսրայելցիները չեն պահպանում հրադադարը, եւ նրանց ստորագրած համաձայնագրից ոչինչ չի մնացել։ Հարվածները տեղի են ունեցել, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Միացյալ Նահանգների առաջարկած բանաձևին Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագրին։ Իսկ Human Rights Watch-ը Իսրայելին մեղադրել է ռազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 850 շինություն ավերելու եւ փախստականների ճամբարներից 32,000 պաղեստինցու բռնի տեղահանելու համար։ Այսօր նրանց տեղահանումից 10 ամիս անց բնակիչներից եւ ոչ մի ընտանիք չի կարողացել վերադառնալ իր տուն։ Ոմանց տներն ամբողջությամբ ավերվել կամ քանդվել են, այնպես որ իրականում վերադառնալու տուն այլևս չկա։ Միևնույն ժամանակ լարվածությունը աճում է նաև հյուսիսում։ Իսրայելն ակտիվացրել է ավիաառվածները հարավային Լիբանանում Հեզբոլլահի դեմ։ Լիբանանի Այն Ալ-Հիլվե պաղեստինյան փախստականների ճամբարում իսրայելական հարվածներից 13 մարդ է զոհվել։ Իսրայելը պնդում է, թե իբր թիրախավորել է Համասի ուսումնական համալիրը, ինչպես Համասը դա որակել է հերյուրանք, նշելով, որ հարվածը հասցվել է քաղաքացիական մարզադաշտին։ Վարչապետ Նեթանյահուի այցը Սիրիայում գտնվող զորքերին ընդգծում է հյուսիսային սահմանի ռազմավարական կարևորությունը։ Մենք հսկայական կարևորություն ենք տալիս այստեղ մեր եւ պաշտպանական եւ հարձակողական կարողություններին, պաշտպանելով մեր դրուզ դաշնակիցներին եւ գլխավորապես Իսրայելի պետությունն ու Գոլանի ուղղությամբ նրա հյուսիսային սահմանը։ Մասնագետները նշում են, որ աշխարհակարգը փոփոխվում է ու շարժվում ավելի պրագմատիկ հարաբերությունների ուղղությամբ, ինչի վկայությունն են նաեւ Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները։ Այն ինչ որ տեղի ունեցավ Գազայում, միջազգային բոլոր համապատասխան նորմերի հիման վրա կարելի է մեկնաբանել որպես ցեղասպանություն։ Բայց Միացյալ Նահանգները ունի ռազմավարական շահեր Իսրայելի հետ եւ բնականաբար այո իրեն դուր չի գալիս որոշ բաներ, բայց հաշվի առնելով իր քաղաքական շահերը ինքը պահում է Իսրայելի մեջքը։
Գազայում հնարավոր խաղաղապահ առաքելությունն ու տարածաշրջանի երկրների բարդ հարաբերությունները ավելի են սրում իրավիճակը։ Միջազգայնագետ Կարեն Ղազարյանի դիտարկմամբ աշխարհաքաղաքական գործընթացները այնքան արագ են փոփոխվում, որ նախկին բարեկամները միշտ չէ որ մնում են բարեկամ, իսկ նախկին թշնամիները թշնամի։ Եթե Իսրայելը ցանկանում է, որ Ադրբեջանին չնեղացնի եւ հնարավորություն տա, որ ինքն ներկայացված լինեն, միգուցե թողնի, բայց եթե ադրբեջանցիներին ինչ որ փոխարինելու են թուրքերը, որը կարող է օրինակ արվել շատ փափուկ ձևով, իհարկե Իսրայելի համար դա անընդունել է, բայց Իսրայելը այն պետությունն է, որ եթե նման քայլ արեց Ադրբեջանը, փորձեց փոխարինել, ինձ թվում է հակազդեցություն ունենալու է կամ շատ կոշտ կամ կոպիտ ձևով, որովհետև երկրում եմ Իսրայելի համար Թուրքիայի վարած քաղաքականությունը եւ հատկապես նմանատիպ իրավիճակներում ներկայացվածությունը ինքը շատ լավ գիտի, որ եթե մտավ Գազա, Թուրքիան կարող է Գազայից դուրս չգալ եւ անկախ նրանից ինչ իրավիճակ կլինի եւ դրա համար իրանք ամեն կերպ հակազդում են։ Գազայի շուրջ հերթական լարվածությունը արտացոլում է տարածաշրջանում ուժային հաշվարկի արագ փոփոխությունը, որտեղ այժմ նախապատվություն է տրվում պրագմատիզմին, իսկ մեծ տերությունների շահերը շարունակում են որոշիչ լինել միջազգային արձագանքի ձևավորման եւ ճնշումների միջոցով սեփական նպատակներին հասնելու գործում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Եվ վերջում եղանակի մասին հայպետի Թրոմեդից տեղեկացնում են, որ այսօր եւ վաղը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր գիշերը ջերմաստիճանը կլինի 2-ից 4, իսկ վաղը ցերեկը 14-ից 16 աստիճան տաքություն։ Դե իսկ մենք այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, Renews լրատվականը առավել թարմ տեղեկատվությամբ եթերում կլինի ժամը 13-ին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։